Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է եւ այժմ մենք զրուցելու ենք քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության եւ ռազմական հարցերով փորձագետ պարոն Հրաչյա Արզումանյանի հետ։ Ողջույն պարոն Արզումանյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք։ Ես շնորհակալ։ Փաշինյանը հայտարարել է, որ պատմության նոր փուլ է թևակողում Հայաստանի Հանրապետությունը, խոսքը գնում է 4-րդ հանրապետության մասին, նա հռչակել է, որ արդեն 4-րդ հանրապետությունում ենք մենք ապրում, նոր 4-րդ հանրապետությունը, ինչպես նա ասաց, խաղաղության տրամաբանության մեջ է լինելու, երրորդը եղել է, ինչպես հիշում ենք նրա ձևակերպումը, եղել է հակամարտության տրամաբանության մեջ եւ այս 4-րդ հանրապետությունը ինչով է ուրեմն նշանավորվելու, որ նոր սահմանադրություն են ընդունվելու, որում չի լինելու հիշատակված անկախության հռչակագիրը, որովհետեւ այնտեղ կան ինչ-որ դրույթներ, դե մենք գիտենք Լեռնային Ղարաբաղի հարցի կետն է, որը անհանգստացնում է ինչպես Ադրբեջանին, այնպես էլ երևի թե Փաշինյանին, որովհետեւ նա հատուկ ընդգծեց, որ բացատրելով թե ինչու է չի լինելու այդ հիշատակումը, նա ասեց Լեռնային Ղարաբաղի էջը մենք փակված ենք համարում եւ նրանք, ովքեր ինձ ձայն են տվել ընտրություններին, Փաշինյանը վստահ է, որ համաձայնություն են տվել նաև Փաշինյանի այս մտքերին, ձևակերպումներին եւ մտադրություններին։ Եվ այսպես 4-րդ հանրապետություն։ Շատերը ասում են իշխանությունները ներկայիս չունեն այդ լիազորությունը հռչակելու 4-րդ հանրապետություն։ Այդ ինչ 4-րդ հանրապետության մասին է խոսքը, ձեր մեկնաբանությունը, խնդրեմ։ Գաղափարը 4-րդ հանրապետության բավականին արդեն երկար կյանք է ապրել, երևի մի 15 տարի է այդ գաղափարը եւ մոտեցումը, որ 3-րդ հանրապետությունը սպառում է իր հնարավորությունները, ֆուտբոլային դիպլոմատիայի դիվանագիտությունից հետո Սերժ Սարգսյանի այդ փորձից հետո որը տապալվել է, հասկանալի է դարձել 2008 թվականի մոտորապես այդ ժամանակները ես չեմ ուզում հիմա խորանալ, այդ ժամանակ ձևավորվել է այդ գաղափարը, որ 3-րդ հանրապետությունը հետ սովետական Հայաստանը սպառնում է եւ սպառնելով մենք պարտավոր ենք որպես ազգ մտածել հայկական պետականության նոր ձևի մասին։ Դե դա երրորդն էր։ Երրորդը սպառվում է, այդ ձևը հետ սովետական պետականության ձևը սպառվում է, ժամանակները փոխվում են եւ մենք պիտի մտածենք նոր ձևերի մասին, հայկական պետականության նոր ձևերի մասին եւ ձևավորվեց 4-րդ հանրապետության այդ գաղափարը, խոսքը եւ զարգանում էր կյանքով ապրում էր, բարձրանում էր, իջնում էր եւ այլ եւ այլ։ Ըստ ձեզ 4-րդը երրորդից ինչու է տարբերվում, լավ երրորդը երկրորդից, երկրորդը այստեղ հարց է առաջանում, մինչեւ դա ընդհանրապես գաղափար էր, ամեն մեկնաբանող, ամեն մոտեցող իրար մեկնաբանություններ է տալիս, ինչ ենք հասկանում 4-րդ հանրապետության տակ եւ դա ինքը իրավունք ուներ։ Բայց երբ դրա մասին խոսվում է արդեն Հայաստանի պարլամենտում, 3-րդ հանրապետության պարլամենտում, 3-րդ հանրապետության պարլամենտի վարչապետը, որը ընտրվել է իր կուսակցության հետ 3-րդ հանրապետության սահմանադրության եւ ընտրության պրոցեդուրայի մեջ խոսում է 4-րդ հանրապետության մասին, դա արդեն ուրիշ պատմություն է ստացվում։ Ինչ պատմություն է։ Որովհետեւ ասի հակասություն է ստացվում խորքային։ Դու 3-րդ հանրապետության վարչապետն ես, դու իշխանություն ես, որը ընտրված է 3-րդ հանրապետության ներքո եւ պայմանների սկզբունքների վրա։ Եվ եթե դու հայտարարում ես, որ դու կառուցում ես ուրիշ պետություն, կառուցում ես ուրիշ Հայաստան 4-րդ հանրապետություն, դու առաջինը պիտի տաս գնահատական 3-րդ հանրապետության եւ անցած ճանապարհների, ինչ ես դու ստացել, ինչ ես գնում, եւ մինչեւ հայտարարելը դու պիտի հայ ազգից եւ հայկական հասարակության առնվազն Հայաստանի Հանրապետության ներքո ապրող ստանաս թույլատրություն նման գործողությունների համար, որովհետեւ հայկական պետականության ինքնիշխանը մեր մոտ ոչ թե պետությունն է, ոչ թե իշխանությունն է, բայց հայ ազգն է։ Դե ասում են ընտրություններին ինձ ընտրեցիք։ Ընտրությունները իրան ընտրել են որպես վարչապետ, բայց ոչ թե անձ եւ քաղաքական ուժ, որը կարող է սահմանի նոր պետականություն։ Նման լիազորությունները նորից եմ կրկնում, ունի միայն ինքնիշխանը։ Իսկ Հայաստանի Հանրապետության պետականության ինքնաիշխանը միայն ու միայն հայ ազգն է, հայ ժողովուրդն է։
Եվ միայն հայ ժողովրդի ստացած մանդատով, որ դու այո, մենք քեզ տալիս ենք թույլտվություն, որ դու սկսես խոսել եւ ձևավորել 4-րդ հանրապետությունը, դու կարող ես սկսել նման աշխատանքներ, ստանալ պրոյեկտ, նախագիծ, այդ նախագիծին ինքնիշխանը պիտի տա համաձայնություն, եւ հետո դու հայտարարում ես, որ ինքնիշխանը հայտարարում է, որ 3-րդ հանրապետությունը վերջացել է եւ սկսում է 4-րդ հանրապետությունը։ Ուրեմն, եթե մոտենում ես ոչ թե սահմանադրական սկզբունքների վրա, բայց ազգային սկզբունքների վրա, գործընթացը այսպես պիտի լինի, ինքնիշխանը պիտի գա այն համաձայնության, որ 3-րդ հանրապետությունը վերջանում է, պիտի փոխվի, երկրորդը ինքը պիտի համաձայնություն տա, որ պիտի ձևավորվի 4-րդ հանրապետությունը եւ ինքը պիտի ընտրի ով է դառնում այն գործակալը, այն դերակատարը, որը վերցնում է իր վրա այդ գործարքը, այդ 4-րդ հանրապետությունը ձևավորելու։ Ինչու դա պիտի լինի հայկական Հայաստանի կառավարությունը։ Կարող է դա պիտի լինի դատական համակարգը, կարող է դա պիտի պարլամենտը լինի, որը ձևավորում է 4-րդ հանրապետությունը։ Իմ կարծիքով առաջինը դա պարլամենտը պիտի անի, երկրորդը կարող է անի դատական համակարգը, եւ միայն երրորդը գործնական կառավարությունը կարող է համարձակվի մտածել այդ խնդիրների մասին, որտեղ ինքը ընդհանրապես կառավարություն է։ Ինքը գործարար մարմին է, ինքը ոչ պարլամենտ է, ոչ դատական համակարգ է, որ իր թույլ տա վերցնի նման մանդատը։ Ուստի իմ կարծիքով այս հայտարարությունը բոլոր սահմաններից դուրս է, ինքը չի համապատասխանում սահմանադրական դաշտին, որովհետև այսօրվա վարչապետը եւ պարլամենտը աշխատում են 3-րդ հանրապետության սահմանադրության մեջ։ Ինքը չի համապատասխանում այն պրոցեդուրայի, որի մեջ պիտի սկսես նման գործարք, եւ դրա համար ես կսպասեմ գնահատական դա իմ կարծիքով իմաստ չունի, դա լոկ հայտարարություն է։ Իմ կարծիքով, որի տակ հիմքեր չկան, то есть վարչապետը չունի որևէ հիմք նման հայտարարություն անել եւ նման գործառույթ սկսելու համար։ Ինքը նման մանդատ չունի։ Լավ, տեսականորեն դուք ասացիք ինչպես պետք է լինի, դուք ասիք ժողովուրդը պետք է, քանի որ սուվերենը ժողովուրդն է։ Այո, ինքնիշխանը ժողովուրդն է, ասում եք դուք։ Դա տեսականորեն, գործնականորեն դա պետք է արտահայտվի, ես պետք է հարցնեմ մեխանիզմը, որն է, դուք երևի թե պետք է ասեք հանրաքվե, ճիշտ է։ Ինչ մեխանիզմներ կան կամ գուցե այդպես ասեմ։ Չէ, ես մի հատ այդ տրամաբանությունը ասեմ, որը որ մեզ ներկայացվում է, ասվում է, որ նոր սահմանադրություն պետք է ընդունվի, դե նոր սահմանադրությունը հանրաքվեով է ընդունվում։ Եթե նոր է սահմանադրությունը, որում չկան նախկինի ինչ որ խնդիրներ, որոնք մնացել են նախկինում, ապա դուք ավտոմատ կերպով թևակողում եք 4-րդ հանրապետություն։ Այսինքն, եթե մենք դնում ենք նոր սահմանադրություն, նոր սահմանադրությունը անցնում է հանրաքվեով, դուք ասում եք այո, օրինակ եմ ասում, ենթադրվում է։ Եվ ստացվում է, որ ձեր ասածով է, եթե ժողովուրդը ասում է այո այդ սահմանադրությանը, նշանակում է ժողովուրդը ասում է այո 4-րդ իշխանությանը, 4-րդ հանրապետությանը, այդպես է մեխանիզմը, ո՞րն է մեխանիզմը։ Մի ուղղակ բաց ես թողել Գայան։ Ասեք։ Եթե ազգը ժողովուրդը գալիս է այն եզրակացության, որ պիտի փակվի 3-րդ հանրապետությունը։ Ոնց եք դուք իմանում դրա մասին, ժողովուրդը եկել է դրան թե ոչ։ Առաջինը դու պետք է գնահատականը ստանաս ազգից։ Ժողովրդից նորից ավելի սկզբից սկսեք։ Առաջինը ոչ թե թեորետիկ, դա տեսական չի, դա իրականության մեջ է։ Հայ ազգն է, հայկական պետականության ինքնաիշխանը, դա աքսիոմատիկ է։ Այստեղ ժիծելու կամ տեսական խոսել չես կարող։ Այսօրվա հիմնական պետական ձևերը դա ժողովուրդն է, ինքնիշխանը, ես Միացյալ Նահանգների ժողովուրդ եւ կամ ինքնիշխանն է, թագավորն է, որը ինքնիշխան է, Սաուդյան Արաբիայում թագավորն է, ինքնիշխանը, ազգը ժողովուրդը կապ չունի, մոնարխիաները Պարսից ծոցից այդպես են կառուցված։ Հիմնականում երկու մոտեցում կան, կամ ազգն է, ժողովուրդն է, կամ ինքնիշխանն է, թագավորն է, սուլտանն է։ Դրա համար առաջինը ինքնիշխանը պիտի գա այն եզրակացության 3-րդ հանրապետությունը սպառվել է։ Դու պիտի կազմակերպես ես ստանաս ազգից այդ գնահատականը։ Ոնց է ինչ մեխանիզմով ես դա կազմակերպում։
ոչ հայկական իշխանությունները, կառավարությունը, պետությունը դրա մասին որևէ խոսք չի ասել։ Ինքնարտահայտման Այստեղ ունի ինքնիշխանը։ Դու պիտի այդ մեխանիզմը Լծակ ունի, եթե դաժե լծակ չունես, այսօր չեմ ուզում մտնել այդ մեկնաբանությունների մեջ։ Առաջի փուլը, հա, Գայանը, դու որպես պետություն, որպես իշխանություն, գալիս ես եզրակացության, ասում ես, որ պիտի 4-րդ փակվի։ Դու պիտի ազգից հարցնես արյոք, ազգը պատրաստ է, համաձայն է քեզ հետ։ Ինչ մեխանիզմով ես դա ձևավորում, առաջինը, ոնց ես տալիս գնահատական, որ 3-րդ հանրապետությունը սպառվել է։ Այդ մեխանիզմը պիտի ձևավորես։ Այդ ազգի ինքնիշխանի, որը միայն ինքը հնարավորություն եւ իրավունք ունի նման եզրակացության գալ, դու պիտի այդ խոսքը ստանաս, որ այո, 3-րդ հանրապետությունը սպառվել է։ Դրանից հետո դու ազգից որպես ինքնիշխանից պիտի ստանաս մանդատ, իրավունք սկսել ձևավորել 4-րդ հանրապետությունը։ Ով է վերցնում այդ մանդատը։ Կարող է հասարակության մի խումբ է ձևավորում համազգային, որ այդ խնդիրը վերցնում է։ Կարող է նորից եմ կընտրում պարլամենտն է կառուցում ժողով, որը ձևավորում է։ Կարող է դատական համակարգը։ Կարող է դատական համակարգը ժողովուրդը հասարակության հետ այդ մեխանիզմը ոնց է ձևավորելու 4-րդ հանրապետությունը դու պիտի ձևավորես։ Դա դու չես արել։ Եվ հետո ձևավորում ես 3-րդ 4-րդ հանրապետության ձևավորման մեխանիզմները եւ ընդունում ես ոնց ես դա անելու, այստեղ ճանապարհներ կան։ Մի ճանապարհը դու ասում ես, որ դու ժառանգում ես 3-րդ հանրապետության, 2-րդ հանրապետության, առաջի հանրապետության կուտակված փորձը եւ իրավունքները եւ կառուցում ես 4-րդ հանրապետությունը։ Այդ ժամանակ դու ուղղակի խոսում ես այդ ճանապարհի մասին։ Դու կարող ես հայտարարել, որ անցած ճանապարհը սկսած առաջի հանրապետությունից անընդունելի է, ամեն ինչ փակվում է, ես ճակետներով 0-ից եմ սկսում։ Լրիվ նոր պետություն, որը չունի պատմության հետ որևէ կապ։ Ոչ առաջի հանրապետության հետ, ոչ սովետական Հայաստանի հետ իր սահմաններով, ոչ 3-րդ հանրապետության հետ, ոչ Կիլիկիայի թագավորության հետ, ոչ Այս 27-9 հանրակրթի կամանդերի վրա այստեղ ապրող բնակչությունը հայտարարում է նոր պետություն, խզելով բոլոր կապերը պատմության հետ։ Դու կարող ես այդ ճանապարհով գնաս։ Եվ հարց է առաջանում, ով է ձևավորում այդ պատասխանները։ Եվ հետո ձևավորելով 1, 2, 3 տարբերակ դուրս գալիս հասարակությանը, ազգին եւ ասում ազգ ունենք 2-3 տարբերակ, որից ես դու ընտրում։ Նման պրոցեդուրա, նման մոտեցում ես չեմ տեսնում, ես տեսնում եմ ուղղակի մի անձնավորության, որը զուգահեռ նաև վարչապետն է, գործադիր իշխանությունների ղեկավարը, արել է հայտարարություն պարլամենտում, չունենալով որևէ լիազորություն սահմանադրության ներքո նման հայտարարություններ անել։ Դրա համար խորանալ, մտածել ինչու եւ այլ ես իմաստ չեմ տեսնում, նույնիսկ եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ լիազորված չէ որևէ ձևով մտածել կարող է, բայց ձևավորել 4-րդ հանրապետություն։ Պարոն Արզումանյան, ազգային անվտանգության տեսանկյունից եկեք դիտարկենք դա։ Եթե Փաշինյանը արդեն քանի ամիս է այդ մասին խոսում է, ուրեմն նա այդ ճանապարհով գնում է, այդ 4-րդ հանրապետություն կոչվածի դեպի 4-րդ հանրապետություն ձևավորելու հռչակելու ճանապարհով է գնում։ Ազգային անվտանգության տեսանկյունից դա է գուցե միակ լուծումը այսօր, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը խաղաղ բարգավաճ երկիր դառնա, թե հակառակը, եթե դուք ասում եք դա նոր պետություն հռչակել է նշանակում 0-ից, զրոյական կետից, դա ինչ դրական եւ բացական վտանգներ եւ հնարավորություններ տալիս։ Այսինքն, եկեք դիտարկենք ազգային անվտանգության տեսանկյունից դա։ Մինչև ազգային անվտանգության անցնելը այստեղ այդ ուղղակի շահկապված է։ Պետք է կոնստատացնել, եթե վարչապետը գնում է այդ ճանապարհով, այդ ճանապարհը ի սկզբանե եւ օրենսդրական եւ սահմանադրական դաշտից դուրս է։ Այդ հայտարարված ճանապարհը նորից եմ կրկնում 3-րդ հանրապետության սահմանադրական օրենսդրական դաշտից դուրս է։ Վարչապետը լքում է այդ դաշտերը եւ ինքը աշխատում է արդեն արտակարգ վիճակում։ Այդ արտակարգ վիճակ է, երբ դուրս ես գալիս, այստեղ աշխատում են ուրիշ օրենքներ։
Իմ աշխատանքից դոկտորականից թեմաներից մեկն է Կարլ Շմիդտը շատ բավականին խորքային է թեմաները բացել է, այդ ժամանակ դու աշխատում ես արդեն այդ դաշտում եւ այդտեղ հարց է առաջանում ով է ինքնիշխանը, то есть արտակարգ դրությունը ըստ Կարլ Շմիդտին իրավունք ունի հայտարարել ինքնիշխանը ինքնիշխանն է վերցնում իրար վրա հարցը, որ ես ասում եմ, որ այսպես է վիճակը եւ լերնելով անվտանգության հարցերից, ես այս որոշումն եմ ընդունում։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը հայ ազգից վերցնում է ինքնիշխանության իրավունքները, յուրացնում է եւ որպես ինքնիշխան, որպես մոնարխ միանձնյա որոշումներ է ընդունում։ Նիկոլ Փաշինյանը կուտակում է, ակումուլացում է իր անձի մեջ հայ ազգի ինքնաիշխանությունը, պետական ինքնաիշխանությունը։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը այդքան հզոր է, որ կհամարձակվի նման քայլի գնալ, կամ չի մտածում դրա մասին։ Այդ դեպքում ինչ 4-րդ հանրապետության մասին է խոսքը, ուրեմն գնում է այդ ճանապարհով։ Ես կարծում եմ ինքը այդ ճանապարհը չի կարող գնալ, չի հասնելու, որտեղ հայկական պետականության տերակալը եւ ինքնիշխանը մնում է հայ ազգը։ Եվ այդ ինքը ճանապարհով գնա, ինքը ի վերջո հասնելու է ինչ որ պատերին, որ ինքը չի կարողանալու հաղթահարել։ Եվ այդ ժամանակ ինքը ստանալու է պատասխան։ Եվ ինքը եւ լքելով սահմանադրական դաշտը, ինքը շատ հեշտ կարող է ստանալ պատասխանը սահմանադրական դաշտից դուրս։ Օրինակ ուրիշ մեթոդներով։ Երբ ոչ թե օրենսդրական դաշտով են իրան ձևավորվում, իրան դեմ աշխատում ազգը, բայց ուրիշ մեթոդներով, հեղափոխականներով, ուրիշ ռազմական, то есть Նիկոլ Փաշինյանը կանգնում է շատ ու շատ վտանգավոր ճանապարհին, ինչ չի հետաքրքրում Նիկոլ Փաշինյանը իր ապագան, բայց այդ ժամանակ դու հայկական պետականությունն ես դնում ցնցումների մեջ։ Այդ ժամանակ խոսել խաղաղության մասին, խոսել որ դու խաղաղության հանուն խաղաղության ընտրում ես այս շատ վտանգավոր ճանապարհը ինձ համար ընդունելի է։ Այդտեղ մենք դառնում ենք ներողություն, երեք պարզապես դրա մասին էինք խոսում իմ այլ հյուրի հետ, Սիրիայի նման անկայուն պետություն ենք դառնում մենք, որը շատ վտանգավոր է։ Սիրիայում քաղաքացիական պատերազմ է։ Այո։ Քաղաքացիական պատերազմի հետևանքով տեղի ունեցել է Լիբիայում ներքին արտաքին աշխարհից խփում են, այստեղ ստացվում է հայկական իշխանությունները պայթեցնում են վիճակը ներսից, չունենալով քաղաքացիական պատերազմ, չունենալով ազգի հասարակության կողմից ցանկություն անցնել ուրիշ մեթոդներին։ Մի քիչ պարադոքսալ վիճակ է ստացվում, քո հասարակությունը, քո ազգը պատրաստ է եւ ուզում է օրենսդրական դաշտում աշխատել։ Նիկոլ Փաշինյանի դեմ միայն 20 թվականին ռազմական ուժերը փորձել են կազմակերպել ուրիշ մեթոդներ, բայց շատ շուտ հասկացել են, որ պետք չի։ Հիշում եք այդ ժամանակ։ Իմ ազգը ուզում է մնա օրենսդրական դաշտում։ Իմ ազգը ուզում է կառուցել պետություն։ Չի ուզում լքել սահմանադրական դաշտը, որովհետև գիտի ինչքան թանկ գին կարող է տա, զգում է եւ գիտի։ Իսկ իշխանությունը լուծելով խնդրել կուտակել իշխանությունը իր ձեռքում, պարակտում է, քանդում է, վիճակը դուրս է հանում օրենսդրական դաշտից։ Բայց կարող է կամի բա եւ քո ազգը կոլեկտիվ ինքնարարության, գային հասկացողության ոստրան նեյտրալիզացիայի համար դու պիտի դուրս գան ուժդեվի ազգից, այդ վիճակից։ Եվ մենք որպես ազգ այդպես աշխատել գիտենք։ 88-91 թվականի հիշում ես Գայանից միտինգները, որը շպրտեցին դուրս սովետական Հայաստանը։ 2018 թվականին ազգը նորից հավաքվեց մի վայրկյանում եւ դուրս շպրտեց Սերժ Սարգսյանին։ Եվ Նիկոլ Փաշինյանն ունենալով անձնական փորձ ոնց է դա անվում, համարձակվում է մտածել, որ իրան դեմ չի աշխատելու նման մեխանիզմներ։ 700,000-ից ավելի մարդ ինձ ասել են այո, հավանություն են տվել։ Ներեցեք իրան ձայն ընդվել մոտավորապես երևի 20% հայկական հասարակության, ընդամենը 20%։ Ինքը սահմանադրական մեծամասնություն չունի դաժե պարլամենտում։ Ինքը չունի նման մանդատ եւ նորից ենք կրկնում այստեղ մատատի մոտեցումը լրիվ ուրիշ է։ Մի խոսք է, եթե դու վերցնում ես մանդատ իշխանությունը իրականացնելու համար ձևավորված սահմանադրական դաշտում եւ լրիվ ուրիշ մանդատ է, երբ դու վերցնում ես մանդատ նոր պետություն կառուցելու։ Դա լրիվ ուրիշ մանդատներ են եւ հայ ազգից պահանջում են ստանալ նորից հայ ազգից այդ մանդատը։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ունի մանդատ ձևավորել կառավարությունը երրորդ հանրապետության ներքո, ուրիշ ոչինչ բան։ Եվ երրորդ հանրապետության
Սահմանադրությունը ընկալում է մեր մեջ անկախության հռչակագիրը։ Եվ դու պարտավոր ես կատարել ընդունել անկախության հռչակագիրը եւ պարտավոր ես մնալ սահմանադրական դաշտում։ Եթե դուրս ես գալիս այդ դաշտին, այստեղ պիտի աշխատի դատական համակարգը, դատական իշխանությունների ճյուղը, որը պիտի կանգնեցնի գործադիր իշխանությունները, որը դուրս են եկել սահմանադրական դաշտից։ Ինչու դատական համակարգը այդ խնդիրը չի լուծում, այդ հարցերը են արդեն դատական համակարգին։ Բայց ի սկզբանե նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանը ունի ընդամենը մանդատ ձևավորել կառավարություն երրորդ հանրապետության ներքո, վերջակետ, ուրիշ խնդիրներ, ուրիշ լիազորություններ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարությունը չունի։ Այդ թեմաների Փաշինյանը շարունակենք քննարկել Փաշինյանի որոշ հայտարարություններ այս երկու օրը արված։ Նա ասում է, որ հանրաքվե անցկացնելու համար խոսքը գնում է Եվրամիություն, Ռուսաստանը հիշում ենք պահանջում է հանրաքվե անցկացնել։ Եվրամիություն է գնում երկիրը, թե մնում է ԵԱՏՄ-ում։ Եվ Փաշինյանը ասում է, հանրաքվե անցկացնելու համար երկիրը պետք է պաշտոնական դիմում ներկայացնի Եվրամիության անդամակցության, տեխնացուի կարգավիճակ ստանալու համար, հետագա գործողությունների ծրագիրը մշակելու համար, եւ նա հայտարարեց ազգային ժողովի ամբիոնից, որ Հայաստանը շուտով կսկսի Եվրամիության անդամակցելու դիմումի գործընթացը։ Սա փաստորեն կարելի է գնահատել որպես Ռուսաստանի ճնշման ի պատասխան Հայաստանը սկսում է Եվրամիության անդամակցելու գործընթացը եւ որքանով եք դուք համարում, որ մինչեւ վերջ կգնա Հայաստանի Հանրապետությունը, քանի որ մենք արդեն սկսում ենք լսել այս հայտարարությունից հետո Ռուսաստանից ավելի կտրուկ հայտարարություններ Հայաստանի հասցեին։ Իսկապես Նիկոլ Փաշինյանը կգնա դեպի Եվրամիության, դիմում կգրի Եվրամիությանը։ Վստահ եք, թե ոչ։ Ես լուրջ կընդունեմ ման հայտարարությունները։ Թե սա պոպուլիստական հայտարարություն է, քաղաքական հայտարարություն է, որ Ռուսաստանում ինչ-որ բան եզրակացություններ անեն։ Ինձ համար ճակետեմ դա երկրորդական հայտարարություն է ճակետներում։ Ես լուրջ կվերաբերվեմ ման հայտարարությունների եւ Հայաստանը ի վերջո հրաժեշտ տա, ասենք հապկին։ Դա ասում է ինձ մեզ փոխապկից հանեն։ Հապկի դուրս գալու մասին 4-րդ, 5-րդ տարին է, չէ՞ խոսում։ Ես արդեն չեմ ուզում հաշվարկել։ Քանի տարի է խոսում, որ հապկից դուրս է գալիս եւ որևէ քայլ չի անվում եւ չի անվելու։ Ես լուրջ կընդունեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները դեպի Եվրոպա, դեպի հարավ, դեպի ուրիշ ուղղություններով, երբ տեսնեմ հստակ քայլեր, որ մենք դուրս ենք գալիս Եվրասիական ալյանսներից։ Նման քայլեր չկան, նման ռազմավարություն չկա։ Եվ այդ վիճակում խոսել, որ մենք մտնում ենք Եվրամիություն կամ ուրիշ միություն, ինձ համար դա ոչ լուրջ է։ Առաջինը, այդ ուղղակի հայտարարություն եմ կարծիքով։ Երկրորդը, ինչ է այսօր Եվրոմիությունը, այդ շատ մեծ հարց է։ Տրամպից հետո աշխարհը մտել է լրիվ ուրիշ վիճակի մեջ, մեծ փոփոխություններ են գնում, փոխակերպում է տեղի ունենում Եվրամիության հետ, ՆԱՏՕ-ի հետ, Եվրոպայի հետ, եւ Եվրոպան չգիտի ինչ են քննել 2 տարուց հետո։ Դրա համար այսօր այս վիճակում, երբ մենք խոսում ենք գոյաբանական սպառնալիքների չեքոզակացնելու, պատասխանելու վիճակում էներգիա, ժամանակ ծախսել, մտածել Հայաստանը կգնա արդյոք Եվրոմիություն, թե չի գնալ։ Իմ կարծիքով դա ժամանակի սպառում է։ Մենք իրավունք չունենք դրա մասին մտածել։ Մենք պատրաստ չենք։ Եթե ուզում ես լաց պիտի դեպի Եվրոպա գնաս, իմ կարծիքով դա ճիշտ ճանապարհ է։ Մենք դրա ճանապարհով պիտի գնանք։ Հայաստանը վերջո պիտի հետ գա եվրոպական ժողովուրդների ընտանիք, դուրս գալով ասիական կայսրություններից ներքո օկուպացիայից հետո եւ հրաժեշտ տալով այս ժառանգությանը։ Դա ճիշտ ճանապարհ է ռազմավարական, ազգային ռազմավարական շրջանակի մեջ։ Բայց կոնկրետ քայլերը այլերի աշխատանք պիտի անես դու որպես հասարակություն, որպես տնտեսություն, որ համարձակվես իրոք հայտ ներկայացնես Եվրամիություն մտնելու, որտեղ Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի հասարակությունը ցավոք սրտի ինձ համար մնում է հետ սովետական։ Եվ այն բարձր ստանդարտները, միջազգային ստանդարտները եւ ավելի բարձր եվրոպական ստանդարտները, որը պիտի դու ունենաս, որ կարողանաս այդ հայտի մասին լուրջ խոսել, դա արելի աշխատանք է գայանե։ Առնվազն 10-15 տարի մի սերունդ պիտի փոխվի աշխատելով օր-օր, որ 15 տարուց հետո ես կարողանամ մեծ արխությամբ
հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է մտնել եվրոպական շուկա, պատրաստ է դառնալ նորից վերականգնել եվրոպական ճանապարհին տնտեսությունը։ Դուք չեք տեսնում հիմա որ այդպիսի փոփոխություններ Չէ, չեմ տեսնում, դա այնքան խորքային խնդիրներ է, այնքան համակարգային լուրջ խնդիրներ է, որ ես ճիշտ ասած չգիտեմ, որովհետև չեմ զբաղվում այդ հարցերով, արդյոք Հայաստանում կա տնտեսագետների, էկոնոմիստների, ֆինանսիստների խումբ, որը ի վիճակի է այդ խնդրի դրվածքը եւ մոտեցումը ձևավորել, որովհետեւ այնքան մեծ աշխատանք է, որը պիտի անես, որ կարողանաս տնտեսությունը ու ֆինանսները համապատասխանես։ Ես ինչը կարողանում եմ անել, փորձում եմ հասկանալ Հայաստանի անվտանգության համակարգը, ռազմական համակարգը ինչ փոխակերպումներով պիտի անցնի, որ համապատասխանի նատոյական ստանդարտներին, որ մենք կարողանանք մտածել, որ Հայաստանի ռազմական ուժերը արդիական են եւ աշխատում են անմակարդակի վրա այն ստանդարտների վրա ճակատներում, որը համապատասխանում են ոչ թե սովետական ռազմական մշակույթի, ռազմական ժառանգության, բայց ուրիշի։ Այդ անցումը տեսնում ենք արդեն։ Ես փորձում եմ աշխատել որպես գիտնական, որպես փորձագետ եւ ուրախ եմ, որ ռազմական ուժերում, գլխավոր շտաբում, պաշտպանության նախարարությունում կա խումբ սպայեր, որը հասկանում են խնդրի խորությունը։ Փառք Աստծո, ի տարբերություն անցած 15 տարի, վերջի 2-3 տարիներում ինչ որ փոփոխություններ ա տեղի ունեցել եւ այսօր ռազմական ուժերում որակյալ կարող եմ ասել փոփոխություն ա տեղի ունեցել եւ արդեն հասկանվում է, ընկալվում է խնդրի խորությունը եւ սկսում են աշխատել։ Տնտեսության մեջ, հասարակության մեջ նման ընկալում ես ցավոք սրտի չեմ տեսնում։ Կարող է կապված են անեն, որտեղ ես նորից եմ կրկնում, կենտրոնացած եմ ռազմական եւ ազգային անվտանգության։ Դե ռազմականի մասին ուրեմն դուք ասում եք, ռազմական ոլորտում այն ինչ փոփոխություններ պիտի տեղի ունենան Հայաստանի ռազմական ուժերում, Հայաստանի ռազմական անվտանգության համակարգում, Հայաստանի ազգային անվտանգության համակարգում ռազմական ուղղությունի վրա կարող եմ ասել ընկալումը արդեն ձևավորված է։ Դուք ընկալում բառն եք օգտագործում, իսկ փաստացի ունեք ընկալում։ Գայանե եւ ընկալում եւ այսինքն համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգը եւ մոտեցումը ի վերջո կարող եմ ասել հաղթել է եւ պետությունը եւ իշխանությունը։ Ընկալումից հետո քայլը պետք դնել, այդ քայլը կա։ Արդեն հասկացել են, որ դա պիտի կառուցվի։ Ընդհանրապես այդ փուլում ենք հասկացել ենք, որ այդ քայլը հասկանաս ներդրել այդ աշխատի այդ համակարգը, ծավալեց այդ համաշխարհը եւ դա սկսում է աշխատանքի ուրիշ ծավալ, ուրիշ մասշտաբ է սկսում գայանը, բայց նորից են կրկնում ռազմական ուժերում հասկանում են արդեն։ Եվ դա մեծ նվաճում է իմ կարծիքով, որպես անձնավորություն եմ խոսում, որովհետև բավականին շատ էներգիա թափել հայկական հասարակությունը, որ եւ պետության, որ գիտակցեն խնդրը, հասկանան եւ համաձայնվեն։ Եվ այդ համաձայնությունը կա, բայց արդյոք մենք որպես պետություն, որպես կառավարություն, ազգային պետական մակարդակի վրա հասկանում ենք ինչ խորքային փոփոխություններ պիտի տեղի ունենա, որ հայկական պետությունը իրավունք ունենա ասել, որ ինքը արդեն հետ սովետական չի։ Ինքը հասկանում է, որը կլինի այդ առաջին քայլը, եթե ընկալելը, որ իմ ընկալումը անցանք, առաջին քայլը, գործնական քայլը, որ դուք ասեք, որ այո, այս կամ ինչն է խանգարում, կամ հակառակը, դե հենց այդպես, որը կլինի այն քայլը, որը տեսնելով դուք ասեք, ահա, առաջին քայլը դրվել է։ Գայանե ես 40 տարի, 35-40 տարի համակարգող եմ, համակարգով եմ զբաղվում, դրա համար ես չեմ պատասխանելու ձեր հարցին, որ չտեսնեմ ընկալումը։ Երբ տեսնեմ ընկալումը, այդ ժամանակ ես գիտեմ, որ իմ ազգը բավականին մեծ պոտենցիալ ունի, ինտելեկտուալ, մենք կձևավորենք եւ համակարգենք այդ ընկալումը։ Ոնց ձևավորել եք եւ համակարգել եք համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգը։ Փառք Աստծո, մենք համաշխարհային ազգ ենք, գլոբալ ազգ ենք եւ նման խնդիրը կարող է ներգրավել ի տարբերություն շատ ազգերից եւ պետություններից։ Այդ դրա մասին ես չեմ մտածում։ Ես հասկանում եմ, որ հիմնական խնդիրն է, որ Հայաստանի իշխանությունը եւ Հայաստանի պետությունը որպես ամբողջականություն հասկանա, որ հետսովետական ձևով ապրել, հետսովետական տնտեսություն օլիգարխիկ անհնար է, այսպես զարգանալ չի լինի։ Նույն հարց ուրիշ ձևով ասեմ, գուցե պատասխանեք։ Ներուժը կա, գիտակցումը կա, դուք ասում եք դա դրական։ Ռազմական ուժերում, ռազմական համակարգում կա։
Այո, մենք խոսում ենք այդ, որովհետև ասում եք այդտեղ եք խորացած եւ դրա մասին կարող եք խոսել։ Գիտակցումը ասում եք կա, ես հարցնում եմ, որը առաջին քայլը, լավ, հարց։ Այդ ներուժը ինքնուրույն այդ քայլը դնելու կամ գործընկերների միջոցով, տեսեք, ռազմական կցորդներ մենք ունեցանք, Ֆրանսիան կարծեմ այստեղ ռազմական կցորդ կա եւ խորհրդատուներ կան։ Մենք ունենք այդ պոտենցիալը, այդ ներուժը, որ այդ առաջին քայլը դնենք, թե պետք է ասեն փող չկա, մասնագետ չկա, սպայերի պետք է տան ուսուցում անցկացնել չկա, սա չկա, նա չկա, նա չկա, ինչը կա։ Ինչը կա եւ երևի իրավունք ունեմ ասել, չգիտեմ, ունեմ իրավունք ասել, որ առաջի քայլեր անվում են։ Առանց ձևավորել ինչի անում, բայց այդ առաջի քայլեր անում են։ Եվ ուրախ եմ, որ ի վերջո կա հասկացողություն, որ նման խնդրի դրվածքը համազգային է ի սկզբանե, եւ դու պիտի ընկալես այդ աշխատանքի մեջ ոչ թե միայն ռազմական ուժերի ներուժը, ինտելեկտուալ, գործնական եւ մնացածը, բայց ողջ ազգի քո ներուժը պիտի միացնես այդ աշխատանքի հասարակությանը, փորձագիտությունը եւ գիտություն, արտադրություն պետք է լինի, բոլորին պիտի հավաքես եւ արտադրություն, ճիշտ ես ասում Գայան, եւ հասկանում ընկալում ու այդպես պիտի մոտենաս խնդրի լուծմանը, որ պիտի համակարգես խնդրեմը այսպես, ես կարող եմ ասել ռազմական ուժերում արդեն կան, բայց ցավոք սրտի կառավարության մակարդակի վրա դետ աշխատանքը դե պիտի անի։ Դե դա հետ է քաշելու, եթե չլինի, սա եթե դուք ասում եք դա համալիր պետք է պատրաստ լինի, բոլոր ուղղությունները պետք է ծառայեն մեկը մյուսի հետ շահկապված վիճակում։ Հարց է առաջանում, որտեղ եթե փորձենք հասկանանք խնդիրների ընկալումը այն փաստաթղթի հիման վրա, որը ձևավորել է կառավարությունը, որտեղ ձևավորված է Հայաստանի ռազմավարությունները եւ ռազմավարական ուղղությունները, 6 ռազմական ուղղություններ, ռազմավարություններ, որը ընտրված են որպես զարգացման ճանապարհ, հայկական այդպես կոչված դոկտրինի ներքո, այդ փաստաթուղթը խոցելի է, այդպես ձևավորեմ, այնտեղ կան բաց թողումներ։ Այդ 20 թվականին ընդունվածի մասին եք խոսում։ Ընդունել, մի երկու ամիս առաջ ընդունվել է նոր փաստաթուղթ, որպես ուղեցիչ ոնց պիտի ձևավորվեն Հայաստանում ռազմականությունները, ռազմական փաստաթղթերը, եւ այնտեղ կան բաց թողումները։ Եվ հիմնական բաց թողում այնտեղ չկա հասկացողություն, երբ ես կարդում եմ այդ փաստաթուղթը, որ մոտեցումը պիտի լինի ամբողջականության մեջ։ Այդ ռազմավարությունները, 6 ռազմավարությունները, որի վրա կառուցված է իմիջայլոց այս Նիկոլ Փաշինյանի ներկայացված կառավարության ծրագիրը, այնտեղ այդ 6 ուղղությունները ձևավորված են փաստորեն, այդ 5-ի վրա է կառուցված, այդտեղ չկա հասկացողություն այդ խնդրի ամբողջականության մեջ։ То есть չկա հասկացողություն, որ դա բարդ համակարգ է եւ դու պիտի ամբողջականության մեջ ռազմավարությունները։ Այսինքն միանվագ ինչ-որ գործողություններ, որոնք չկա այդ հասկացողությունները եւ մեխանիզմները, որ այդ ամբողջականությունը պատրաստում է, բայց ոնց է մտածել այդ թիմը, ոնց է աշխատում այդ թիմը, ես ուղղակի իրանց հետ չեմ խոսացել եւ դրա համար չեմ ուզում խորանալ։ Շնորհակալ եմ Գովազդ Հատայամի եթերում շարունակելու ենք զրույցը այդ ոլորտի հետ կապված եւ խոսելու եմ, հարցնելու եմ ձեզ այն ինչ տեղի ունենում բանակում այդ սպանություն, ինքնասպանություն, այո, բերեցին 3 շատ ցուցակ, որ կարծեմ 1996 թվականից ոնց որ վիճակագրություն տվեցին, թե տարվա ընթացքում քանի այդպիսի դեպք է եղել։ Բայց այսօր դիրքում քննելու համար այսօրվա իրավիճակը արդյոք ժամանակակից, արդյոք մտահոգիչ չէ։ Ինչն է խնդիրը այսօրվա բանակի այդ առումով վերցնենք, հոգեբանականը, գուցե հոգեբանական է, գուցե, չգիտեմ, եթե դիրքը մենք այդքան տեխնիկական զարգացման պարագայում, եթե մենք ունենք սպանություններ կամ ինքնասպանություններ, այդ հողի վրա ուրեմն ինչ-որ մի բան բաց ենք թողել։ Ես պետք է խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Գովազդե եթերում սիրելի բարեկամներ շարունակելու ենք զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հրաչյա Արզումանյանի հետ, քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության ռազմավարական հարցերով փորձագետ, բանակ։ Վերջին շրջանում ցնցվում է հասարակությունը, քննարկում է բուրան, մեծ ցավ ենք ապրում յուրաքանչյուր զինվորի համար։ Ինչ է կատարվում մեր բանակում։ Ինչու է այդ վիճակը։ Առաջինը պետք է հասկանալ, որ ճիշտ գնահատական տալ ինչի կատարում, հա, եւ պետք է հասկանալ, որ այս խնդրումը չունի լոկալ լուծում եւ չունի հեշտ լուծում։ Առաջինը պետք է հասկանալ, որ դա համապարփակ խնդրեմ է, եւ մենք տեսնում ենք ուղղակի հետևանքները խորքային հիվանդության։ Եվ խորքային հիվանդությունը կապված է նաեւ, ասենք, նայեն հետ, որ հայկական բանակը մնում է հետ սովետական մշակույթի, ռազմական մշակույթի մեջ։ Դա սովետական բանակ է ցավոք սրտի ինձ համար մեծամասնության մեջ եւ այն բոլոր հարաբերությունները, որը ձևավորված են սովետական բանակում, Ձեդովշինայի հետ, հարաբերությունները սպա, շարքային, սերժանտ, այդ մշակույթը, կիսակրիմինալ, որը եղել է, մենք ստացել ենք որպես ժառանգություն։ Այդպիսի բանակ ենք ունեցել եւ այդպես բանակ է մնում սովետական։ Եվ եթե դու ուզում ես ստանալ ուրիշ լուծում, դու պետք է հասկանալ, որ դու պետք է կառուցես ուրիշ բանակ։ Դու պետք է փոխակերպման ճանապարհով ստանաս ուրիշ բանակ, որտեղ այդ հարաբերությունները դառնում են անհնարին։ Հեշտ լուծում, այս մեկին փոխել է, մեկին փոխել, դրան դատի տալ, այդ խնդրումը չի լուծվելու գայանը։ Այդ առաջի խնդրի կտորը ուստի խորքային փոփոխություններ։ Եվ այդ խորքային փոփոխությունները պետք է լինեն համակարգային, սկսած գլխավոր շտաբից, գեներալներից, գնդապետներից, լեյտենանտից, շարքայինից, սերժանտից, բոլորը պետք է մտածեն, բոլորը պետք է փոխակերպվեն։ Եվ այդ համակարգը ոնց է փոխակերպվում, պետք է սկսես կառուցել։ Երկրորդը, մենք որպես երկրորդը որ ասեմ, հա,
Երկրորդը պետք է հասկանալ, որ Փառք Աստծո Հայաստանում ռազմական ուժերը հասարակության անբաժանելի մասն է։ Մեր մոտ բանակը տարանջատված չի հասարակությունից։ Բանակը մեր ազգը, իմ հասարակությունը, ժողովուրդ ընդունում է որպես իր մաս։ Իմ բանակն է, իմ հարազատն է։ Եվ դա նշանակում է, որ բանակը կրում է իրար մեջ այն բոլոր հիվանդությունները, այն բոլոր ծայրահեղությունները, որ կա մեծ հասարակության մեջ։ Այդ խնդիրն է երկրորդը։ Երրորդը մի մոռացիր, ու մենք չպիտի մոռանանք, որ մենք որպես ազգ, որպես հասարակություն, որպես ռազմական ուժեր անցել ենք պարտությունով, Արցախի աղետով, մեծ եղերնի շարունակությունով։ Փառք Աստծո փրկել եք Արցախի հայությունը, չեն կոտորել ֆիզիկապես։ Եվ իմ ազգի համար դա եղել է ահռելի մեծ հարված։ Եվ դու ունես հասարակություն, որ այդ հոգեբանական սինդրոմներով չի անցել, post-ռազմական սինդրոմով չի անցել, չէ՞, մենք ունենք այդ post-ռազմական սինդրոմը, ռազմական գործողություններից հետո այդ կլասիկա է, Բայց այդ երեխաները վերջացնեմ 20 այդպես, տարեկան։ որպես ազգ դու այդ վիճակում ես, եւ որպես ռազմական ուժերի այդ վիճակում ես, եւ քո սպան, եւ քո շարքայինը այդ վիճակի մեջ է, եւ քո ազգը այդ վիճակի մեջ է, Գայանե։ Դու վերջո չես տվել պատասխան, ոնց ես դուրս գալիս այս վիճակից, ինչ ուղղության վրա ես դուրս գալիս, դու գտել ես ճանապարհ, Արցախի խնդրեմը չկա, խնդրեմը փակված է, վсё, դրա մասին չեք մտածում, անցում եք խնջույքի։ Հասարակությունը այդպես չի աշխատում, Ես ճիշտ եմ հասկանում, դուք հոգեբանական հարցն եք։ Ես հոգեբանական հարցի մասին եմ խոսում, որտեղ այդ հոգեբանական հարցն է, չէ՞, հիմա մենք խոսում ենք հոգեբանական վիճակի ինքնասպանությունը, դա հոգեբանական խնդիրների, չլուծված խնդիրների հետևանք։ Զուտ հոգեբանական է դա։ Հիմնականը, որ ես մասին խոսում եմ, շեշտում եմ, հոգեբանականն է։ Այդ հոգեբանական հարցերը դու չես ընկալում, չես ձևավորում, չես ախտորոշում, ես չես փորձում գտնել լուծումներ։ Եվ դա տեղի անում եւ ռազմական ուժերում, եւ հասարակության մեջ, եւ քո սպայերը, շարքայինները ունեն խնդրեմ, չգիտեն ոնց ապրել այս պատերազմից հետո, այս պարտությունից հետո, ոնց վերականգնել։ Եվ հասարակությունը չգիտի ոնց պատասխանի։ Ունի երաբլուրներ, այնտեղ դրոշներ, այնտեղ գալիս են 4-5 տարեկան երեխաք, սկսած մինչև 80 տարեկանը։ Փորձում են գտնել պատասխան ինչ է տեղի ունեցել։ Եվ դու որպես ազգ պատասխան չես տալիս, որպես իշխանություն պատասխան չես տալիս, որպես պետություն պատասխան չես տալիս։ Եվ այդ բացասական էներգիան կուտակվում է։ Եվ կուտակվելուց հետո արդեն հոգեբանական, սոցիալ-հոգեբանական օրենքները պայթում են։ Եվ այդ պայթումի հետևանքները տեսնում եք, Գայանե։ Ինքնասպանությունները գալիս են 80% հասարակությունից, ոչ թե ռազմական ուժերի մեջ է ձևավորում։ Եվ առաջինը դու պետք է ընկալես, հասկանաս, որ խնդրեմը այդքան խորքային է։ Եթե հասկանաս, որ լուծումը կարող է լինի միայն ու միայն համակարգային, դու պետք է հասկանաս ի վերջո որպես ռազմական ուժեր եւ որպես հասարակություն ոնց է հաղթահարում նման սինդրոմները, հոգեբանական, ավելի խորքային չեմ ուզում, այնտեղ ուրիշ սպეციფიկ լուծումներ կա։ Մենք այդ մշակույթը, մենք այդ հաստատությունը, մենք անհրաժեշտ քանակով մասնագետներ, որը կարող են ախտորոշել նման խնդիրներ, չունենք։ Ոչ միայն ախտորոշել, այլ գործել, աշխատել։ Ախտորոշումը առնվազն եւ լուծելը։ Երևի Հայաստանում մի 5-10 մասնագետ կա, որը ինքնասպանության սինդրոմով կարող է մարդկանց հետ բերել։ Կարող է, չգիտեմ, թիվը չեմ ուզում ասել, բայց համոզված եմ 10-ից շատ չի։ Որովհետև դա յուրահատուկ մասնագետություն է, դա յուրահատուկ մոտեցում է եւ պարտադրում է համակարգ, որտեղ ռազմական ուժերը եւ հասարակությունը կառուցում են հնարավորություն, որ դու կարողանաս ախտորոշես նման ճգնաժամները, դուրս անես զինվորին, սպային այդ վիճակից եւ տաս լուբժում։ Մինչեւ դու չհասնես այն մակարդակին, որ լուծումը միայն այսպես է, միայն այս ճանապարհի վրա է, եթե ուժում ես չունենաս զինվորը խնդիրներ, դու պիտի սպայիդ վերականգնես, դու ռազմական համակարգը պիտի վերականգնես, դու հասարակությունը պիտի վերականգնես։ Ի վերջո այդ զինվորը ինչ է պաշտպանում, այդ սպան ինչ է պատասխանում, ինչի համար է ինքը կանգնած սահմանին, Գայան, դու որպես ազգ չես ձևավորում այդ հարցերը։
քո ռազմական ուժերը ինչ են անում։ Այն սահմանը պահում ես ինչի համար ես պահում։ Այստեղից դուրս ես գալիս գաղափարախոսական ազգային հարցերի շուրջ։ Եթե դու որպես ազգ չես ձևավորում, դու ով ես, որտեղ ես գնում, ինչ պետություն ես կառուցում, ինչի համար ես կառուցում, մտածել, որ դու կարող ես ունենալ ռազմական ուժեր, ազգային անվտանգության համակարգ, որը կայուն կաշխատի, դա միամիտություն է։ Դու կարող ես կառուցել տնտեսություն, որը կլինի էֆեկտիվ, դա միամիտություն է։ Ազգը, մարդը անհրաժեշտություն ունի իմանա ինչի համար ենք ապրում։ Հոյերթած, ես այդ հարցերը փակում ես, ասում ես չեք մտածում, այսօր տժժում եք, այսօր ամեն ինչ լավ է, պատմություն չունեք, անցյալ չունեք, այս մեկը կտրում եք, ապագան չեք մտածում, այսօր ամեն ինչ լավ է, այսօր կրակոց չկա, ուռա, ոչ մարդը, ոչ հասարակությունը, ոչ ազգը այդպես չի ապրում։ Եթե դու այդպես ես մոտենում լուծմանը, կտրում եք ապագան, կտրում եք անցյալը, այսօր եք, այսօր ամեն ինչ լավ է, պայթում է։ Եվ դու սկսել ես տեսնել այդ պայթումների հետևանքը։ Այնինչ այսօր ռազմական ուժերում տեղի է ունենում, կուտակվում է 2020 թվականից առնվազն։ Այն խորքայինը չեմ ուզում խորանալ, ուրիշ պատմությունը։ 2020 թվականի բացասական էներգիան, բացասական վերաբերմունքը, բացասական գնահատականները կուտակվում են եւ սկսել են պայթել։ Եթե դու չհասկանաս, որ հաղթահարումը միայն համակարգային է եւ խորքային է, դա շարունակվելու է եւ նշանակություն չունի Պապիկյանն այնտեղ լինելու, ուրիշ լինելու, այս գնդապետն լինելու կամ այն գեներալն լինելու։ Լուծումը կարող է լինի միայն համակարգային եւ խորքային։ Եվ այդ խորքային մոտեցումը պարտադրում է մեզանից որպես ազգ դա պատասխան։ Հոյերթած հայ ազգ 21 դարում։ Եթե այդ պատասխանը չես ձևավորում այդ հարցը, չես ձևավորում, դու պատասխաններ չես ստանալու, դու կայուն պետություն չես ունենալու, դու կայուն ռազմական ուժեր չես ունենալու, դու կայուն ապագա չես ունենալու։ Ով է այդ մարդը կամ հաստատությունը։ Մարդը չէ, այդ ազգն է։ Ազգը ինչպես է, նորից հետ են գալիս այդ իմ հարցին, ինչպես է ինքնաարտահայտվում ազգը։ Շատ դժվար հարց է Գայան, ես պատասխան չունեմ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը կանգնում է եւ նորից չկրկնեմ, բայց կրկնելու եմ, ասում է ինձ այսքան մարդ ձայն է տվել, ուրեմն այդ ազգի այդքան մարդը ինձ է վստահում, ես եմ որոշում, որն է կարևորը, որը չի կարևորը, ինչպես անել, որն է, ուր են գնում, այ դուք ասում եք հոերթաս, ուր են գնում։ Մենք գնում ենք այնտեղ։ Նորից Անդադ իշխանություն եմ ասում կներեք հանրապետություն։ Նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանը ստացել է մանդատ լրիվ ուրիշ հարցերի շուրջ։ Չէ, ով է, հետ գանք, Փաշինյանից հետ գանք։ Նիկոլ Փաշինյանի հարցերում չկա, Նիկոլ Փաշինյանի պատասխանները Բայց ի՞նչն է պատասխանում այդ հարցերին։ Նիկոլ Փաշինյանի պատասխանը իմ ազգը չի ընդունում։ Պատասխանողի դերը։ Ինքը որպես անձնավորություն հայտարարում է, բայց ես գիտեմ, որ իմ ազգը իրան պատասխանները չի ընդունում։ Ով է, ուրեմն որտեղ փնտրի Հարցը առաջանում, ոնց է ձևավորվում այն միջավայրը, այն անձնավորությունները, որ այդ հարցը սկսում են ձևավորել։ Ես պատասխան չունեմ։ Ես առաջինը նորից եմ կրկնում, գիտեմ, այն պատասխանը, որ տալիս են այսօրվա իշխանությունները, իմ ազգը չի ընդունում։ Իմ ազգը պատրաստ չէ։ Հարած ցարից հրաժարվի։ Իմ ազգը պատրաստ չէ, որ հայկական եկեղեցին քանդվում է։ Իմ ազգը պատրաստ չէ, որ կաթոլիկոսին հայրայրում են։ Իմ ազգը պատրաստ չէ հրաժարվել Արցախից, Մուշից, Վանից։ Ես գիտեմ դա, ես տեսնում եմ։ Ինչ է ուզում իմ ազգը, ինչի է պատրաստ իմ ազգը, ես որպես անձնավորություն, որպես գիտնական փորձագետ փորձում եմ ձևավորել այդ հարցերի պատասխանը։ Որտեղ։ Որպես անձնավորություն ձեզ եմ հիմա դրա մասին խոսում, գրում եմ, հոդվածներ եմ գրում եւ այլ։ Ոնց է ձևավորելու պատասխանը, գայն ինձ համար դժվար է ասել, կարող եմ ասել, որ դա ճակետներում գաղտնիք է։ Իմ ազգը կամ գտնելու է միջոցներ ձևավորել է հարցի պատասխանը, կամ մենք որպես ազգ, որպես պետություն շարունակելու կես ճանապարհով եւ ընկնելու ավելի խոր։ Ջուրը պետք է գա հասնի ծառին, չէ՞։ Հա, Գայանը, ես ինչքան կարողանում եմ աշխատանք անում եմ, դու ինչքան կարողանում ես անել, բայց ոնց է դա տեղի ունենալու։ Ես այսօր պատրաստ պատասխաններ չունեմ։ Ես բայց գիտեմ, որ առանց նման պատասխանների, առանց ձևավորելու ազգային նպատակների, ազգային ճանապարհին, առանց ձևավորելու գաղափարային, ինչի համար ես դու ապրում, ինչի համար ես երեխա ծնում, թորնիկներ մեծացնում։ Մինչև այդ պատասխանը չտաս որպես ազգ, եւ ազգը ոչ թե կարող է պարտադրել, հայտարարել, որ այսպես է։ Կոմունիստական պարտիան հայտարարել է կոմունիզմը, քո ազգը պիտի ընդունի։ Ձեր ասած ընկալումը լինի, գիտակցումը լինի։ Ազգը որպես ինքնիշխան պիտի ընդունի, որ այս ասածը իմն է։
Որտեղ ես որպես անձնավորություն կարող եմ ձևավորել թեորետիկ, բայց ես ուրիշ բանի մասին եմ խոսքում, որպես ազգ դու պետք է ձևավորես եւ տաս այն մանդատը, որ էս է իմ պատասխանը։ Ես հույս ունեմ, որ մենք պատասխանը կձևավորենք։ Ավելի շուտ ես համոզված եմ, որ մենք պատասխանը ձևավորվելու ենք։ Կասկած չունեմ, որ պատասխանը ձևավորենք, ուղղակի մենք շատ այդ վիճակում ենք 2020-23 թվականը, այս աղետը մեծ եղերնի շարունակություն, Արցախը դուրս չեք եկել, ես հասկանում եմ ինչ է տեղի ունենում, բայց ես համոզված եմ, որ իմ ազգը դուրս է գալու այս վիճակից, իմ պետությունը դուրս է գալու այս վիճակից եւ ի վերջո ձևավորելու այն պետությունը, այն պետականության ձևը, այն վերնախավը, որը Հայաստանի ճանապարհը շարունակվելու է 21 դարում։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալ եմ Գայանե։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Հրաչյա Արզումանյանն էր մեր հյուրը այսօր ազգային անվտանգության եւ ռազմավարական հարցերի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր զրուցում էր մեր Գայանե Ռաքելյանը, բարին ընձեզ։